Պատվարժան հայեր ողջույն։ Այս հարթակից նայում եմ ձեզ, տեսնում եմ այս էներգետիկան, միասնականությունը, կամք ու պատրաստակամությունը եւ մի փոքր փոփոխություն եմ առաջարկում։ Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկա վարչապետն է։ Մեզ մնում է ընդամենը հունիսի 7-ին որպես փաստ արձանագրենք։ Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր վայրիկյան ավելի եմ համոզվում, մեր հաղթանակն այլընտրանք չունի, մեզ հնարավոր չէ կանգնեցնել, մենք չենք հավաքվել այստեղ պարզապես խոսելու համար, մենք այստեղ ենք, որովհետև չենք ցանկանում ապրել անպաշտպանության և անորոշության մեջ և հանդես գալ թույլի դիրքերից, մենք այստեղ ենք, որովհետև մեր նպատակը հստակ է, փոխել այս իրականությունը, որքան էլ այս իշխանությունները փորձեցին մեզ հուսահատեցնել, մեր ոգին կոտրել, վախեցնել պատերազմներով և այլ սպառնալիքներով, միևնույնն է, չստացվեց։ Նայում եմ և համոզվում, նրանք անգամ սա են ձախողել։ Ինչպես ձախողել են մնացած ամեն ինչ։ Նրանք չկարողացան մեզ վախեցնել, չկարողացան մեզ կոտրել, բայց ամենակարևորը չկարողացան մեզ դարձնել իրենց նման չարացած, ատելությամբ լցված, միմյանց նկատմամբ անհանդուրժող դարձած հասարակություն։ Մենք չենք չարացել, մենք չենք առաջնորդվում ատելությամբ ու բացասական էներգիայով։ Մենք առաջնորդվում ենք հավատով, հստակ մոդելավորված սպասումներով և վստահությամբ, որ մեր երկրի ապագան կարող է լինել ավելի անվտանգ, ավելի արդար, ավելի ուժեղ։ Մենք միասնական ենք, ավելի միասնական, քան երբևէ։ Եվ հենց այս միասնականությունն է մեր ուժը, որն այլընտրանք չունի։ Այլևս չկա ես, կա մենք։ Եվ հենց այս մենքն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստան։ Հայաստան, որտեղ անհատը պաշտպանված է, ընտանիքը ապահով, իսկ ապագան վստահելի ու կանխատեսելի։ Եվ այդ Հայաստանը մենք կառուցելու ենք միասին և բոլորիս համար։